Բարև ձեզ, դուք դիտում եք դիսկուրսը, հիշեցնեմ, որ մեր ծրագիրն իրականացվում է բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինանսական աջակցությամբ։ Այսօր մենք խոսենք հեռուստաեթերի որակի մասին, իսկ մեր զրույցի առիթը մի քանի օր առաջ տեղի ունեցած մի նախաձեռնություն է։ Հիշեցնեմ, որ մտավորականների մի շարք մտավորականներ նամակով դիմեցին Հանրապետության նախագահին, որպեսզի նա քայլեր ձեռնարկի հեռուստաեթերի որակը բարելավելու ուղղությամբ։ Նախագահը հանդիպեց իրեն կից գործող հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին եւ հայտարարվեց, որ պայմանավորվել են սեպտեմբերին ներկայացնել քայլերի հաջորդականության մի ծրագիր, որով հեռուստաեթերը Հայաստանում պիտի բարելավի։ Կրիմինալ սերիալները ես չեմ էլ նայել։ Երեխեքիս արգելում եմ, որ նայեն։ Սերիալները ես ցանկանում նայել, որ նկարահանումին, ասենք մեր պատմական թեմաներ, հատկապես որ հիմա երիտասարդությունը պատմական վեպերի, դասագրքերից դրանց վերաբերյալ տեղեկություն չունի, գոնե կինոնկարների միջոցով։ Երբեմն Ստիպան Կարահատյան նայում եմ, բայց հիմնականում ավելի շատ ինտելեկտուալ ծրագրեր։ Չէ, սերիալները լավ մակարդակի չէ, հայկական սերիալները։ Դե մի փոքր ավելի ազատ է, ինձ թվում է կարելի մի փոքր սահմանափակ ամեն ինչ լինել փոքրիկների համար։ Ընդհանուր հա գոհ եմ եթերի։ Որ ալիքը միացումից հեռուստա սերիալը ստից մտից բան։ Մեր հայ ազգին չի սազում այդ, որ բերել են այդ արտասահմանյան բաներն են լցնել ստիլով, տեքստերով, նման օրինակ մաֆիաների, սափրագլուխների, տենց ինչ չի սազում մեր ազգը պարկեշտ ազգ է։ Շատ մանկական հաղորդումներ, որ շատ քիչ են լինում։ Երկ երաժշտությունը շատ ացել է, խորհուրդները քիչ ացել է, սերիալների բանը շատ եմ սիրում։ Ընդհանրապես ինչպիսին է հեռուստաեթերը այսօր եւ ինչպիսի ելքեր կան այն բարելավելու համար, մենք այսօր կքննարկենք իմ հյուրերի գրող կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանի եւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանի հետ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Դադասյան, առաջին հարց ուզում եմ ձեզ ուղղել որպես հանձնաժողովի անդամ։ Կա արդյոք կարգավորման համար նախագահի միջամտության կարիք։ Կարգավորող հանձնաժողովը արդյոք ինքը չունի լծակներ, չունի գաղափարներ, պատկերացումներ, ինքը նախաձեռնությամբ հանդես գալու։ Բանն այն է, որ իմ կարծիքով ընդհանրապես իմ համար մի քիչ էլ տարօրինակ էր, որ այս նախաձեռնությունը ուղղված էր նամակի տեսքով դեպի հանրապետության նախագահը, որովհետև այս խնդիրը իսկապես երբ որ դաշտում խնդիրներ կան, իսկ բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան նաև շատ այլ ոլորտներում, կարծում եմ, որ շատ նպատակարար կլինի, որպեսզի հասարակական քննարկումներ անցկացվեն, կլոր սեղաններ, փորձագիտական քննարկումներ եւ որոշակի հասարակական կազմակերպություններ, հասարակական կառույցներ, առհասարակ քաղաքացիական նախաձեռնություն է հարկավոր այս process-ները կարգավորելու համար, որովհետեւ երբ որ նախագահին դիմում են նման առաջարկով, այստեղ ուղղակիորեն հարց է առաջանում, ինչ պիտի անի բա հանրապետության նախագահան, պիտի արգելի ինչ-որ բաներ, բնականաբար չի կարող արգելել եւ բնականաբար եթե հանկարծ արգելի շատ ավելի վատ, որովհետեւ ընդհանրապես որևէ բան արգելելը մենք շատ բաներ ենք ձեռք բերել, շատ արագ մոռացել ենք, որ ձեռք ենք բերել ազատ խոսելու հնարավորությունը։ Հիմա պատկերացրեք, որ մենք ստեղծենք ինչ-որ բաներ, զսպիչ ինչ-որ կանոններ եւ փորձենք դրանով կամ դրա տակ թաքնված զսպել նաեւ բազմաթիվ այլ կարգի Եթե օրինակ նախաձեռնություն լինի նախագահի կողմից նման մի մարմին ստեղծել, օրինակ հանձնաժողովը ինչպիսի վերաբերմունք կցուցաբերի։ Չէ, դե հավանաբար երևի շատերը մոռացել են, որ 2 տարի առաջ մենք նախաձեռնեցինք չափորոշիչները։ Հեռուստատեսության դաշտի կարգավորման այդ չափորոշիչները, որը օրենքով դրված էր հենց հանձնաժողովի վրա, որ մենք ստեղծենք այդ չափորոշիչները, ստեղծվեցին, բավականին երկար աշխատանք տարվեց եւ փորձագիտական խմբեր ստեղծվեցին տարբեր ուղղություններով եւ մշակվեց
եւ կիրառության մեջ դրվեց շատ կարճ տևեց, մի քանի ամիս, որից հետո գիտեք, որ օրենքի փոփոխություն եղավ, որից հետո ուրեմն այդ նախաձեռնությունը կամ այդ խնդիրը չափորոշիչներ սահմանելու եւ իբրև գործիք հրահին տալու դրվեց ազգային ժողովի վրա, որից հետո մենք այդ գործիքը չստացանք, առ այսօր կարծես թե չկա եւ նախորդն էլ չի գործում։ Բայց ես այն կարծիքին չեմ, որ այդ չափորոշիչներով կարելի է հեռուստատեսային դաշտը, ասենք մի հարվածով բոլոր խնդիրները լուծել։ Հեռուստատեսային դաշտում բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք նույնպես նպաստում են, որպեսզի այսպիսի դժգոհություններ լինեն, հա։ Չնայած այն հանգամանքին, որ ամենակարևոր արժեքը, որը ես կարծում եմ, որ ձեռք բերած կարևորագույն արժեքը այն է, որ այս վերջին 10 տարիների ընթացքում ձևավորվեցին հեռուստատեսությունները մեզանում եւ նույնիսկ այնքան ձևավորվեցին եւ կարողացան վաստակել, որ կարողանում են հիմա սերիալներ նկարահանել, ինչը տարիներ առաջ ուղղակի անհնար էր պատկերացնել, որովհետեւ դա կապված էր մեծ գումարների հետ եւ ոչ մի հեռուստատեսություն իրեն թույլ չէր տալիս։ Այսինքն ձևավորվեց ինչ որ հեռուստադաշտ, հա, եւ սա նույնպես ձեռքբերում է եւ պետք է ասեմ, որ եթե այո, գիտեք ինչու, որովհետեւ արևմուտքում այդ դաշտը տասնամյակների արդյունքում ձևավորված դաշտ է։ Մեզանում ցնցումների արդյունքում վերջապես մի 10 տարի մենք արդեն process ունեցանք ձևավորման եւ այսօր կարծես թե ձևավորվել է այդ ամբողջական դաշտը եւ արդեն հեռուստաընկերությունները կարողանում են իրենց համար շենք կառուցել, կարողանում են ինչ որ ներդրումներ անել, լուրջ ներդրումներ անել եւ ասեմ ավելին, որ վերջին այս ուրեմն լիցենզիաների շրջանում, հա, լիցենզավորման շրջանում 2010 թվականի դեկտեմբերին մենք ականատես եղանք, թե այդ նախագծերը, պրոյեկտները, որ ներկայացրել էին հեռուստաընկերությունները, բավականին լուրջ փաթեթներով զարգացման լուրջ փաթեթներով, որտեղ շատ, այսպես ասած, հուսադրող մի ինչպես կառավարության ծրագրերը Հայաստանում մոտարապես նման հուսադրող ծրագրեր են։ Այդուհանդերձ դա երևում է, որովհետև մենք չէինք պատկերացնի նաև, որ միջազգային պրոյեկտներ կարող են գնել հայկական հեռուստաընկերությունները, բայց այսօր մենք միջազգային ֆորմատի պրոյեկտներ ենք տեսնում մեր եթերում, հայերեն ադապտացված հայկական շուկայի համար եւ դրանք էլ գումարներ արժեն եւ այդ process-ը կարծես թե ձևավորվել է։ Դա հուսադրում է, որ process-ը ճիշտ գնա, բայց այդուհանդերձ իհարկե խնդիրներ կան եւ խնդիրները ելի մեզնից են։ Այսինքն քիչ առաջ խոսում էինք այդ մասին, որ մինչեւ նկարահանումը, որ այն բոլոր խնդիրները, որ կան, ենթադրենք որևէ այլ բնակավարում, դրանք կան նաև հեռուստատեսությունում, ուղղակի սա երևում է, հա, ավելի տեսանելի են այս խնդիրները։ Շատ լավ, պարոն Մարտիրոսյան, որևէ հարց լուծելու համար իհարկե շատ կարևոր է, թե լուծման ճանապարհը ինչպես է ընտրվում։ Հիմա ընտրվել է մոտարապես գրեթե խորհրդայինի նման մի ճանապարհ, երբ մի խումբ մտավորականներ հավաքում եւ դիմում են նախագահին։ Այս ճանապարհը կարող է ինչ-որ տեղ բերել եւ դրական փոփոխությունների, նաեւ ժամանակակից փոփոխությունների բերել։ Ես կարծում եմ, որ այդպիսի նախաձեռնությունն էլ իր կյանքի իրավունքը ունի։ Այդ մի խումբ մարդիկ որոշել են, դիմել են եւ եթե երկրի ղեկավարն էլ արձագանքում է, այստեղ ավելի կարեւոր է իր արձագանքը, ինչպիսին է եւ ինչ շարունակություն կունենա։ Բայց ես շատ փոքրիկ ուղղակի անդրադարձ անեմ պատմական էքսկուրս, որ այսօր հեռուստատեսային դաշտում գործում են այն հեռուստատեսությունները, որոնք որ երբ որ Ամեկ+-ը փակվում էր, այդ ժամանակ հայտարարեցին իրենց համերաշխությունը փակողների հետ։ Եվ սա պատահական բան չի։ Այսինքն այդ հեռուստատեսությունները իրենց բարոյական դիրքորոշման մասին հայտարարեցին, որ մենք մեր գործընկերոջը ազատ խոսքի համար պատժում են, փակում են եւ մենք դահիճի կողմից ենք։ Եվ ահա իրենք մնացին դաշտում, իրենք հարստացան, այսօր էլ իրենք սերիալներ են նկարում։ Ինչ որ հաջողություններ կան, ինքնի սերիալի արտադրությունը արդեն կարելի է Հայաստանի պայմաններում հաջողություն համարել, բայց դա այդ սկզբունքը որդեգրած կազմակերպությունների մարդկանց հաջողություններն են։ Եվ այն քարոզը,
եւ այն որակը, եւ գեղարվեստական, եւ բովանդակային, որ կա հեռուստասերիալների մեջ, ես պայմանավորում եմ դրանով։ Մյուս բանը, որի մասին ես կուզեի խոսել, որ շատ ուղղակի կապված չի սերիալների հետ, բայց արևմուտքում հեռուստացույց ունենալը մովետոն է մտավորականի համար։ Մտավորականը պետք է հեռուստացույց չունենա, որովհետև հեռուստացույցը մակերեսային ուրեմն լրատվություն է, մակերեսային վերլուծություն է ամեն ինչի։ Առանձին բացառություններով կան հետաքրքիր, ասենք Ավստրիայում տեսել եմ փիլիսոփայությանը նվիրված հաղորդումներ, ֆրանսիացիները շատ են սիրում երկար խոսել լուրջ հարցերի շուրջ, լուրջ մարդկանցով, բայց ընդհանրապես հեռուստատեսության երևույթ է։ Այսինքն լուրջ մտավորականը, մարդը, որ իր կյանքը գնահատում է իր կյանքի ժամանակը, այն ամբողջ տեղեկատվությունը, որ ստանում է հեռուստատեսությունից, կարող է ավելի որակյալ ձևով ստանալ այլ աղբյուրներից։ Բուն լուրերը այսօր փառք Աստծո ինտերնետից մի քանի րոպեում, ինչ վերաբերում է ավելի լուրջ թեմաներին, ամենատարբեր թեմաներին, այդ տարբեր թեմաները կարող է տարբեր այլ աղբյուրներից քաղել։ Իսկ սերիալը, դա օրինակ ասենք, ինչպես հայտնի է, թմրամոլությունը վատ բան է համարվում, թմրադեղերը արգելված են։ Սերիալը ինքը թմրադեղ է, թմրամոլության մի տեսակ է։ Հատկապես ոչ մասնագետների համար երկու բառով ասեմ, որ գոյություն ունեն հորիզոնական սերիալներ եւ ուղղահայաց սերիալներ։ Հորիզոնական սերիալները դա մի պատմություն է, որը որ երկար շարունակվում է ամիսներ շարունակ իր փոքրիկ ենթագծերով։ Սա այն տեսակն է, որ նայում են կանայք ըստ վիճակագրական տվյալների աշխարհում, այսպես ասենք, պայմանականորեն տնային տնտեսուհիների համար։ Եվ կա ուղղահայաց սերիալները, որտեղ որ հիմնական գործող անձինք նույնն են, բայց ամեն սերիայում, ամեն մի մասում առանձին մի պատմություն է, որը սկսվում է այդ սերիայում եւ ավարտվում է այդ սերիայում։ Այսինքն սա մարդուն այն կախվածության մեջ չի գցում, դու կարող ես ցանկացած պահի միանալ եւ նույն հերոսներով տեսնել մի ուրիշ պատմություն, եթե այդ սերիալը քեզ համար հետաքրքիր է։ Արևմուտքում գնալով ավելի եւ ավելի ուղղահայաց սերիալներն են առաջ զարգացել եւ դա այսպես կոչված տղամարդկային սերիալներն են։ Իրականում այս այդպիսի սեռային, այսպես ասեմ, ռասիզմ չեմ ուզում դրսևորել, սա վերաբերում է անհատականությունների կայացածության աստիճանին։ Այն, որ Հայաստանում շատ տղամարդիկ սերիալ են նայում, դա բերում է դա հասարակության իքացման մասին է խոսում։ Այսինքն այստեղ նաև մտավորականության որակի խնդիր եւ մտավորականության որակի, որ ընդհանրապես նայվի թե չնայվի եւ ընդհանրապես անհատականությունները տղամարդիկ եւ կանայք ունեն արդյոք ուրիշ զբաղմունք, հասարակությունը, երկիրը, պետությունը արդյոք տալիս է ուրիշ զբաղմունք, որպեսզի մարդու հետ շփվելու փոխարեն, զբոսնելու փոխարեն շաբաթ կիրակի օրը որևէ Երևանից դուրս մի, ասենք, պատմաճարտարապետական համալիր այցելելու կամ բնության մի անկյուն այցելելու փոխարեն, ասենք, նստի եւ սերիալ նայի ամբողջ շաբաթը։ Սա ես մի քիչ կարծում եմ ընդհանրացած պատասխան տվեցի, հիմա ավելի լավ է ես այստեղ սահմանափակեմ իմ խոսքը եւ հետո կասեմ այն ինչ որ ունեմ ասելու շատ լավ թեմայով։ Պարոն Դադասյան, նշեցիք, որ խնդիրներ իհարկե կան, ահագին բան կայացել է, բայց էլի խնդիրներ կան։ Օրինակ դուք ինչպես եք տեսնում այդ խնդիրների լուծումը։ Նախագահի միջոցով որևէ բան արգելելու տարբերակը համարեցիք ոչ ճիշտ տարբերակ։ Որն է ճիշտ տարբերակը ըստ ձեզ։ Ոնց փոխել հեռուստաեթերի որակը։ Գիտեք, ես այն կարծիքին եմ, որ սա պրոֆեսիոնալ ոլորտ է շատ ավելի կոնկրետ մեխանիզմով եւ պրոֆեսիոնալ ոլորտ է։ Իհարկե չափորոշիչներ պիտի սահմանվեն եւ դրանք գործառույթության մեջ դրվեն, բայց դրանով միևնույն է խնդիրը չի լուծվի։ Նաեւ պիտի լինեն ինքնակարգավորման մեխանիզմներ, այսինքն հեռուստաընկերությունները պիտի իրար հետ մշտական շփման մեջ լինեն եւ կարողանան ընդհանուր հետաքրքրություններ գտնել որակական նշաձողը բարձրացնելու իմաստով եմ ասում։ Օրինակ տարիներ առաջ այդպիսի մի նախաձեռնությամբ հանդես եկավ Նունես Սարգսյան Ինտերնյուսի եւ մենք բավականին լուրջ
նախապատրաստվել էինք եւ կարծես թե պիտի դա տեղի ունենար, որպեսզի սահմանվեր հեռուստատեսային մրցանակաբաշխություն, ազգային հեռուստատեսային մրցանակաբաշխություն։ Տեսեք, եթե ամբողջ աշխարհում կա գոյություն ունի եւ դա ինքնին արդեն որոշակի որակի չափանիշ է այդ տարվա հեռուստաարտադրանքի տարբեր ժանրերում, հա, եւ հանդիսատեսն է տեսնում, թե որն է մասնագետների կարծիքով ամենավորակյալը այս ժանրում, եւ նաեւ պրոֆեսիոնալներն են տեսնում, եւ նաեւ պրոֆեսիոնալները ձգտում են, որպիսի ունենան այդ մրցանակը եւ իրենց նշաձողն են բարձրացնում։ Սա նույնպես քայլերից մեկը կարող է լինել։ Օրինակ կա ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, բայց մեր երաժշտության որակը կարծես թե դրանից առանձնապես չի բարելավում։ Ես ուզում եմ պարոն Դադասյանի հետ համաձայնել մի առումով, որ մրցանակները այո կարևոր են եւ պաշտպանել այս դեպքում այդ նախաձեռնությունը, որովհետեւ ես տեղյակ եմ, թե ովքեր էին ակունքներում, այսինքն այստեղ հեղինակության խնդիրն է մրցանակաբաշխության։ Ովքեր են մրցանակները սահմանելու եւ ովքեր են դատելու, ովքեր են դատավորը։ Որովհետեւ նույնը ես վերջերս առիթ ունեցա խոսելու գրական մրցանակների մասին, ասենք գրականությունը մենք այսօր զարմանում ենք, որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է, իսկ գրախանութները փակվում են, մյուս կողմից կա գրքին տրվում է պետական մրցանակ, կա նախագահի մրցանակ, բայց դուրս կանք ձեր տաղավարից եւ 5 մետրի վրա հարցնենք մարդկանց, թե ովքեր են 100 հոգուց քանի հոգին է տեղյակ, թե ովքեր են ստացել այդ մրցանակները, որովհետեւ այն մրցանակը, որ շնորհում է իշխանությունը, որը ներկայացնում է Սպային պետությունը, իշխանությունը այդ հեղինակությունը չունի եւ բացի դրանից իր համար մշակույթը եւ գիրքը այնքան կարեւոր չի, որովհետեւ մի բան է, որ մրցանակը տալիս ես եւ մի ուրիշ բան է, որ այ ասենք մրցանակը տվողին հարցնես, հանձնողին, կարդացել ես այս մրցանակը ստացած գիրքը։ Այսինքն այդ շրջանառությունը կատարվում է այդ ձևով, երբ որ տեսնում ես Օսկարի մրցանակաբաշխությունը, որը ինձ համար մի զարուրելի արարողություն է, երբ որ այդ լրիվ մեխանիկական կես րոպեանոց այդ անհեթեթ ճառերով ողջունում եմ հայրիկին եւ մայրիկին, ողջունում եմ շնորհակալություն, այսինքն այդ ամերիկյան մի չափազանցություն, բայց երբ որ տեսնում ես մի հսկայական դահլիճ մարդիկ, որոնք որ կինոյի խելագարներ են եւ կինոյի վիրտուոզներ են, դու հասկանում ես, որ սա իսկապես այս իր առանձին շեղումներով, երբեմն ասենք ցախողումներով հանդերձ առանձին տարիների, սա շատ հեղինակավոր մի բան է եւ հնարավոր չի, որ քեզ համար ուղենիշ չծառայի։ Շատ է մրցանակի տարբերակը, բայց դա կաշխատի այն դաշտում, որտեղ որ կա մրցակցային միջավայր, որտեղ կա մրցակցություն, մեր հեռուստատեսային դաշտում կա մրցակցային միջավայր, որովհետեւ բոլորս գիտենք այդ գնահատականը, որ մեր հեռուստաընկերությունները 99%-ով, եթե ոչ 100, պատկանում են կամ ղեկավարվում են մի կենտրոնից եւ այսպես հորիզոնական բրգաձև իջնում են հրամանները։ Այդ դաշտում արդյոք ընդհանրապես որևէ մեխանիզմի մասին կարելի է խոսել։ Ես այդ կարծիքին չէ։ Ես այն կարծիքին եմ, որ այսօրվա խնդիրը, որ հիմա ծագել է, հենց այդ մրցակցության արդյունքն է։ Սերիալներն, եթե ձեր ասածը լիներ, այդ դեպքում ինչ կարիք կա բոլոր ալիքներով էլ սերիալ նկարել։ Մի ալիքով կնկարենք, հարցը կփակենք, բայց այդպես չի։ Հենց մրցակցությունն է պատճառը, որ բոլորը կարծում եմ, որ տեղեր կան, որ մրցակցությունը թույլատրված է, այսինքն նրանք, ովքեր որ մի անգամ թրի տակով անցան, այն ինչ որ ես ասեցի, իրենց թույլ է տրվել, որ շոուներով մրցակցեն, սերիալներով մրցակցեն, այսինքն դա չի նշանակում, որ բոլոր, բայց այդ սերիալները ինչքան իրար նման են այդ մրցակցային պայմաններում, իրենց անճարակությամբ, իրենց գեղարվեստական որակով, սա ուրիշ խնդիր է, բայց սերիալը ինքը այսօր դա շատ շահավետ բիզնես է, պրոդուկտ է, արտադրանք է եւ ըստ ուրեմն վարկանիշային հարցումների առաջին 3 տեղը զբաղեցնում են սերիալները, հետո նոր գալիս են մյուս հաղորդումները։ Դրա համար, այսինքն սա զուտ բիզնես մրցակցություն է եւ այստեղ բայց այս մրցակցությունը ինչ ուղղությամբ է գնում, որ ավելի եւ ավելի շատ մեծ լսարան նվաճել ավելի կարճ ժամանակում, իսկ մեծ լսարանը նվաճելը, ասենք, երբ որ դու հաճոյանում ես լսարանին, այն լսարանը, որը որ այսօր մեր քրեա օլիգարխիկ իշխանության պայմաններում, երբ որ ըստ էության
քրեական լինելը հաջողության քրեամետ լինելը հաջողության գրավական է, երիտասարդությանը տալիս են այդպիսի մի ուղենիշ եւ երիտասարդությունը հասարակության զգալի մասը, ուրեմն նայում է այդ սերիալները եւ ով ավելի կգնա այդ ուղղությամբ, իրեն ավելի շատ կնայեն։ Ու այստեղ է որ իսկապես անհրաժեշտ է հասարակական զգալի ուրեմն հակազդեցություն այս սերիալներին, ես իհարկե կառաջարկեի որ չնայեին հեռուստատեսություն։ Ես այդ իմաստով շատ արմատական հայացքներ ունեմ, բայց ես մյուս կողմից իրատես եմ, գիտեմ որ դա չի կարող լինել, ուղղակի ես կարող եմ ասել, ասենք մասնագիտական առումով, այդ սերիալները նկարված են, դուք ուշադրություն դարձրեք այն տաղավարներին, որտեղ որ այն միջավայրին, որտեղ որ իրենք գործում են։ Կարծես մեբելի խանութ լինի, կահույքի խանութ էլ չեմ ուզում ասել, մեբելի խանութ, որտեղ որ ապերվածության նշույլ չկա, ու ոնց որ այդ միջավայրն է, մի հատ ասենք, չգիտեմ, մի հատ շորի կտոր չկա ընկած ամփույթ, ասենք, չեմ ասում թերթ, որովհետև այնտեղ թերթ կարդացող չկա այդ սերիալներում, կամ ասենք ինչ որ մի հատ բան, ասենք մի քիչ ճմրթված տիկնիկ, որ եթե երեխա կա, ասենք որ զգացվի որ հետը խաղացել է, այդքան էլ արհեստական են այդ մարդիկ, այսինքն հարմարեցված են հասարակության ճաշակին, բայց քանի որ հասարակությունը Սիրելի Հակոբ, բաղկացած չի մենակ դրանցից, բաղկացած է նաև մեզ նման մարդկանցից եւ մեզ նման մարդկանցից գոնե մեկը չկա, որը որ ասենք ինչ որ տեսնես, որ այդ մարդը ասենք գոնե մի հասարակական խնդրով տագնապած է, հա, այսօր մեր հասարակությունը ցնցումների միջով թող այդ նախաձեռնության հերոսներին դարձնեն սերիալի հերոս։ Իմ ասած սա է, որ այդ սերիալները իրենք հերմետիկ են այն իմաստով, որ կյանքից կտրված են, այդ հերոսները նույնիսկ այն քրեական հերոսները իսկական չեն։ Մեկ էլ տեսնում ես ինչ-որ մի գողական է, բայց խոսում է մի դրված ձայնով, ուրեմն գրականության դասատուի գրական հայերենով եւ դրանք բոլորը որպես բովանդակային ուղերձ ձախողված են ի սկզբանե, բայց նաեւ գեղարվեստական ուղերձ են որպես ձախողված եւ այս ամբողջ ոչ անարհեստավարժության տոնահանդեսի մեջ ասենք խոսել մրցակցության մասին ես իմաստ չեմ գտնում, որովհետև ինքը այն բանը ինչի հետ որ հաշվի են առնում այդ հեռուստատեսությունները, այդ դա իշխանությունն է, մի հատ դաբրո ստացել են մի անգամ, ուրիշ ոչ մի բանի հետ իրանք հաշվի չեն առնում, մնացած ամեն ինչը փողն է, իսկ միայն փողը կարող է փչացնել ամեն բան։ Պարոն Դադասյան, մրցակցության բացակայ, ասում եք, որ կա մրցակցություն, բայց բացակայությունից չի, որ արդյոք որակական աճ չի նկատվում, չէ՞ որ մրցակցությունը հենց կբերի որակական աճի։ Դե քանի որ թվարկում եք իսատ մնացած մի խնդիր էլ կա, որ միշտ չի, որ գործիքները կամ միջոցները բավարարում են, որպեսզի ցանկալի արդյունքը լինի։ Այս պարագայում շատ կարևոր է նաև որոշակի նշաձողերի սահմանումը։ Ես հիմա իդեպ շատ ավելի շատ խոսում եմ իբրև բեմադրիչ եւ ոչ իբրև հանձնաժողովի անդամ, ինչու, որովհետեւ ես էլ եմ տեսնում այդ խնդիրները այսօր հեռուստատեսությունում, այսինքն եթե սահմանվի այնպիսի մի նշաձող, օրինակ ես գիտեմ, որ հիմա Վահրամը աշխատում է մի սցենարի վրա, որ եթե դա դառնա այդ սերիալը 8 մասանոց կամ 12 մասանոց, ինքը կդառնա հաստատ այն նշաձողը, որին կփորձեն չափվել, որի հետ հաշվի կնստեն եւ կփորձեն առավելը անել նաեւ ուրիշ պրոդյուսերական խմբերը կամ հեռուստաընկերությունները։ Ուրեմն այդ խնդիրը կա նշաձողի սահմանման։ Նաեւ կա մի խնդիր, որ հեռուստաընկերություններն են այսօր նկարահանում սերիալներ։ Այնինչ բոլոր երկրներում էլ գիտեք, որ արտադրող կազմակերպությունները, կինոընկերություններն են ավելի շատ արտադրողներն են արտադրում հեռուստասերիալ, իսկ հեռուստատեսությունը հեռարձակում է։ Ուզում եի հարցնել, իսկ ընդհանրապես այդ նշաձողը առաջին հերթին չպետք է հանրային հեռուստատեսությունը սահմանի։ Հանրային հեռուստատեսությունը ընդհանրապես պետք է սերիալ նկարի թե չէ նախ եւ առաջ։
Երկրորդը, եթե հանրային հեռուստատեսությունը, եթե ասենք, որ աղքատ է, աղքատ չէ, որովհետև եւ բյուջեից է սնվում եւ գովազդներ ունի։ Ուրեմն բավականին հարուստ է։ Եվ միաժամանակ նկարում է սերիալ։ Այդ դեպքում ինչի պետք մենք, քանի որ բյուջեից է սնվում, ուրեմն հարկատուի մեր միջոցներից է նաև սնվում, ինչու պետք է մենք առաջին հերթին չպահանջենք դա հանրային հեռուստատեսությունից, որովհետև ես ինչ որ բաներ ասացի ամեկի հետ կապված, չկապված, դրանք լրիվ ուրիշ խնդիրներ են, բայց կա այսպիսի մի խնդիր, որ սա մասնավոր հեռուստատեսություն է եւ եթե օրենքը չի խախտել, ասենք արվում է այն ինչ որ ուզում է, բայց կա հանրային հեռուստատեսությունը, որը որ ժամանակի խնդիր ունենք, ես արագ ասեմ, որովհետեւ այդ իդեպ ասեմ, որ հանրայինի դեպքում այդ խնդիրը միշտ շահարկվում է եւ ասվում է այդ մասին, բայց իրականում այն միջոցները, որոնք պետությունը տալիս է, ես որքան տեղյակ եմ, հանրային հեռուստաընկերությանը դա բավականացնում է ուղղակի այն վճարները տալ, որպեսզի արբանյակային կապերի խնդիրը լուծվի եւ որպեսզի ուրեմն ՏՎՑ-ի խնդիրը լուծվի, հա, այդ հեռարձակող կազմակերպության, որովհետեւ գիտեք, որ հանրայինը միակ հեռուստաընկերությունն է, որը պիտի պարտադիր սփռվի եւ ռելիկաներով տեղ հասնի, հա, այսպես ասենք, այնպես չի, որ իր նախասիրությամբ պիտի որոշի կամ չորոշի։ Բայց այդ սփռումը արդեն դա մեծ հնարավորություններ է։ Ես որքան տեղյակ եմ, այդ գումարը բավականացնում է ընդամենը այդ ծախսերը անելու եւ ինքը եւ ես շատ մասնագետների հետ եմ խոսել եւ նույն Internews-ի եւ նույնիսկ Երևանի մամուլի ակումբի մենք շատ խոսել ենք այդ թեմաներով, բոլորն էլ գտնում են, որ պետքա լինի իհարկե նաեւ գովազդ, բայց հանրային հեռուստաընկերությունը աշխարհի որևէ երկրում ամենապահանջված հեռուստաընկերությունը չի ցանկացած երկրում չի իմ կարծիքով նրա համար, որովհետև անում է ճանաչողական հաղորդումներ, բայց սերիալը ինքը դուք կարծեմ համաձայնեցիք, որ սա շատ լավ կոմերցիոն պրոդուկտ է։ Այսինքն եթե այդ պրոդուկտը անում է նույն ինքը երբ պահանջարկ կարող է ունենալ նախ եւ առաջ եւ պետք է իրենից ակնկալենք բոլորովին ուրիշ սերիալ, որը որ այդ նշաձողերին համապատասխանում է։ Ես ավելի շատ տեղյակ եմ, որ արևմուտքում կամ ռուսական շուկայում ավելի շուտ մասնավորներն են այդ նշաձողերը սահմանում, որտեղ իրենք շատ ավելի շատ հնարավորություններ ունեն եւ ինվեստորներ, հա։ Այդտեղ, չգիտեմ, գուցեև դեպքում հանրային հեռուստաընկերությունը իր ֆունկցիաները կատարելու մեջ շատ ավելի շատ ուշադրություն չդարձնի, գուցե ամբողջ ռեսուրսը պիտի ստիպված լինի կենտրոնացնել, որպեսզի կարողանա այդպիսի նշաձող սահմանել։ Այստեղ խոսքը վերաբերում է նրան, որ սրանք ատրիբուտներ են, գործիքներ են, որոնցով գուցե հնարավոր է որակական տեսքը փոխել, հա, հեռուստաընկերությունների։ Ում է դա պետք։ Դա որևէ մեկը շահագրգռված է փոխելու, այսինքն որևէ հեռուստաընկերություն մասնավոր ունի շահագրգռություն մի քիչ ավելի շատ փող ծախսել, որպեսզի որակ փոխի։ Անշուշտ այդպես է, որովհետև եթե առաջներում մտածում էին ինչպես անենք, որ շատ հայտնի ֆորմատներից հեռուստատեսային մոտավորապես այդպիսի մի բան անենք, բայց որպեսզի չգնենք փող, չծախսենք, մոտավորապես էլ հաղորդումներ ստացվում եւ մոտավորապես էլ դիտվում էր եւ եկամուտ չէր բերում, բայց երբ որ սկսեցին արդեն ֆորմատը գնել, հա, այնտեղ պահանջները, գիտեք, մի պահ ես նաև ղեկավարում էի մեր հեռուստաընկերություններից մեկը, իբրև գլխավոր պրոդյուսեր, եւ այդ փաթեթը երբ որ ես ստացա, այնտեղ վերջին այդ շուրուպից սկսած լույսը ինչպես ինչ թեքությամբ պիտի կախված լինի եւ երաժշտությունը որ վարքյանին պիտի հնչի, այսինքն ամբողջը ֆորմատի մեջ նշված էր եւ երբ որ այդ ֆորմատը սկսեց գործել, ինքը սկսեց բերել նաև հանդիսատես եւ նաև գումար, այսինքն բոլորովին այնպես չի, որ չի արվում է եւ դա քայլ-քայլ սկսում է աշխատել։ Մեր հեռուստաընկերությունները ստիպված եղան հսկայական լուսային տեխնիկա բերել եւ պավիլյոններ վարձել, շատ մեծ անգարներ նույնիսկ, որտեղ հնարավոր կլինի ինչ-որ շոուներ նկարահանել կամ սերիալներ նկարահանել, իսկ առաջներում այդ հնարավորությունները չի եղել։ Այսինքն այդ ամեն ինչը կարծում եմ հենց այդ կոնկուրենցիայի, որը որ գուցե այդքան ինչ-որ խնդիրներով է ընթանում, բայց այդուհանդերձ այդ տեսակ կոնկուրենցիայի արդյունք է, մրցավազքի արդյունք է։ Լավ, մի հարց խնդրեմ համառոտ պատասխանել,
Խնդիրը հետևյալ կերպ է դրվում, որ հեռուստատեսությունը չի նպաստում հասարակական բավարար որակի ձևավորման համար եւ հասարակական շատ երևույթների հետ արատավոր լինելու պատճառը հեռուստաեթերն է։ Եվ կա հակառակ տեսակետը, որի վերջո պիտի հասարակությունը եւ կյանքը ինքը փոխվի, որպեսզի նաեւ հեռուստաեթերում դա արտացոլվի։ Ձեր կարծիքը որն է հավի եւ ձվի պատմությունն է, քիչ որն է այստեղ։ Ես իհարկե այն կարծիքին եմ, ես բազմիցս ասել եմ այդ մասին, որ հեռուստատեսությունը այն տեսակը չի, որ եթե ինքը իդեալական դառնա, մենք բոլորս լավը կդառնանք, այդպես չի բոլորովին։ Եվ հեռուստատեսությունը նման ֆունկցիաներ էլ չունի։ Ինքը ունի խնդիր լրատվության, տեղեկատվության տրամադրման հանրությանը եւ ճանաչողական զվարճալի ծրագրերի ուրեմն պատրաստման եւ մատուցման։ Ինքը դաստիարակչական ուղիղ խնդիրներ չունի, նման խնդիր չունի հեռուստատեսությունը։ Ուղղակի մասամբ իհարկե առնչվում է լուսավորչական խնդիրներին, այդ ճանաչողական ծրագրերի բաների մեջ, բայց չկա այդպիսի ուղիղ դաստիարակչական խնդիր։ Այսինքն շատերը այդպես են դիտարկում, կամ դիտարկում են հեռուստատեսությունը իբրև արվեստի տեսակ։ Հեռուստատեսությունը արվեստի տեսակ չի, որ ինքը արվեստի խնդիրներ լուծի կամ արվեստով արվի ամեն ինչ կամ չգիտես։ Այդտեղ բնականաբար պիտի հեռուստատեսային մակարդակը նշաձողը պահպանվի, բայց դա բոլորովին այլ նշաձող է եւ չի վերաբերում արվեստի մեր պատկերացրած նշաձողերին, հա։ Եվ այդ սխալ կարծիքը կա, ես համամիտ չեմ, որ ավելի շատ համամիտ եմ, որ պիտի հասարակությունը փոխվի, բնականաբար եւ դա կարտացոլվի։ Ես կարծում եմ, որ ցավոք սրտի հեռուստատեսությունը այսօր գրեթե այլընտրանք չունի, այսինքն մենք դարձել ենք ապամշակութային եւ այն գործառույթը, որ մշակույթը պետք է կիրառեր, այն գործառույթը, որ պետք է աներ դպրոցը, հաճախ բուհը, այդ բոլորը չի արվում եւ իսկ դրա փոխարեն հսկայական ազդեցություն ունի հեռուստատեսությունը։ Ես կարծում եմ, որ այդ ազդեցության համեմատել պետք է պատասխանատվություն ունենա։ Այսինքն այստեղ ես չեմ համաձայն չեմ, որ կարող ասենք, որ այս հեռուստատեսությունը այդ բանը չունի։ Հասարակությունը պետք է փոխվի, յուրաքանչյուրս մենք մեզ պետք է փորձենք կատարելագործել դա դեռ հին Հունաստանից սկսված մի ծայր առած իմաստություն է, որից ավելի լավ է ես չեմ լսել, եւ այս պարագայում ուղղակի ես կարծում եմ, որ հեռուստատեսություններին հասարակությունը պետք է իր մեջ ուժ գտնի հեռուստատեսությունից պահանջելու շատ որակյալ եւ շատ անաչառ լրատվություն նախ եւ առաջ։ Այդ անաչառ լրատվությունը շատ գործընթացներ մեր հասարակությունում կբարելավեն, սկսած ընտրություններից եւ վերջացրած իշխանություններով, եւ այդ շրջանառության միջոցով է, որ հեռուստատեսությունը ինքը նույնպես կարող է հետագայում լավանալ եւ այն կոմպոնենտներով, որոնք որ այլ արվեստի մշակույթի կոմպոնենտներ են, որ անպայման առկա են հեռուստատեսությունում, թելադրել բարձր ճաշակ եւ կրթել լավ, դաստիարակել լավ քաղաքացի։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւս մեկ անգամ, բարեկամներ, մեր ժամանակը սպառվեց, կհանդիպենք։